Բոն շանս միմյանց հաջողություն մաղթելով դպրոցականները սկսում են գրավոր աշխատանքը։ Արդեն 8-րդ տարին կազմակերպվող ֆրանսիական ակաղաղ մրցույթը կրկին համախմբել է ֆրանկոֆոն աշակերտներին հանրապետության բոլոր մարզերից։ Ես հետաքրքրված եմ ֆրանսերենով, ուզում եմ հասնել մեծ հաղթանակների ֆրանսերեն լեզու ուսումնասիրելը։ Ես ֆրանսերենի լեզվի արտասանությունն եմ շատ հավանում, թե ն-ղն, թե ինչպես ասում են, այդ ղն եմ նշացիում ֆրանսերենով։ Ինչքան լեզու գիտենք, այդքան մարդ ենք։ Լվեղ, վեղ, բավեղ, լվեղ, վեղ։ Կանաչ մորթը գնում է դեպի կանաչ բաժակը։ Իրականությունը շատ հետաքրքիր է, բայց մի քիչ է տարօրինակը։ Սիրուն լեզու է, ասում են սիրո լեզուն է, այդպես ուզում սովորեմ։ Ես իմ ֆրանսիացի հասակիցներին մաղթում եմ, որ նրանք սովորեն հայերեն, նաև ուրիշ լեզուներ։ Աշակերտներից յուրաքանչյուրը այստեղ գտնվելու իր մոտիվացիան ունի՝ ցույց տալ ֆրանսերենի գերազանց իմացությունը կամ ուժերը փորձել բուհ ընդունվելուց առաջ։ Արմանը որոշել է ուսումը շարունակել Փարիզի առաջատար բուհերից մեկում։ Մրցույթը գիտելիքները ստուգելու լավ տարբերակ է։ Ես միջազգային հարաբերությունների գծով եմ ուզում առաջ շարժվել ու այդ համալսարանում լավագույն բաժիններից մեկն է միջազգային հարաբերությունների աշխարհում, ինքը մասնաճյուղեր ունի ոչ միայն Փարիզում, Ֆրանսիայում, նաև այլ տեղերում ու իրանց ծրագրամը ծրագիրը ինձ դուր է գալի։ Մարիան լարվածությունը թոթափում է սիրելի երգով ու նաև հենց երաժշտությամբ ցուցադրում իր գիտելիքները։ Ինքը լավ հարթակ է ֆրանսերենը ավելի զարգացնելու, ավելի տարածելու, չէ՞ որ երեխաների այդ ոգևորվածությունը կարելի է ասել սենց բոցավառ փոխանցվող մի կրակ է մյուս երեխաների համար, որպեսզի այդ մրցույթի միջոցով նաև շնորհիվ ֆրանսերենի հանդեպ սերը հետաքրքրվածությունը ավելի մեծանա։ Հանրապետության տարբեր կողմերից եզրափակիչ փուլ հասած 191 դպրոցականներին հյուրընկալել է Հայաստանում ֆրանսիական համալսարանը։ Մրցույթին մասնակցում են 4-ից 12-րդ դասարանների աշակերտներ։ Այս տարի մասնակիցների քանակը աննախադեպ է, գերազանցել է 2600-ը։ Այս տարի աշակերտների ակտիվ մասնակցությունը եղել հատկապես Սյունիքի ու Տավուշի մարզերից։ Je ne mange pas de chocolat. Շոկոլադ, Սիրել բայից հետո պիտի լինի լ։ ես լն եմ նշել։ Ես նշել եմ դն, հետո ջնջել գրել լ։ Դռներից այն կողմ անհանգիստ ուսուցիչներն են։ Գորիսից է եկել ընկեր Ավետիսյանը։ Յուրաքանչյուր աշակերտի հետ քննարկում է ճիշտ ու սխալ պատասխանները։ Ստուգում ենք թեստերը, գնում ենք տուն հետո, սպասենք արդյունքների։ Լավ են գրել։ Բավականին լավ։ Դեր արդյունքը չիմանամ մայմ եմ դեր, բայց փոքրիկները բավականին լավ են գրել։ Եվ թեստը հասանելի է եղել, համապատասխան իրենց գիտելիքներին։ Արդյունքները արդեն ավանդաբար ամփոփվում են հավաստագրերով եւ մրցանակներով։ Լավագույն արդյունքը գրանցած մասնակիցները ստանում են խորհրդանշական պարգևներ։ 2017-ից անցկացվող մրցույթը կազմակերպել է Կայուն զարգացման հայկական հիմնադրամը եւ Սոցիալական օգնության հայկական միությունը։ 2017 թվականից ի վեր հանձնարարություն ենք արել նպաստել Հայաստանում ֆրանսերենի տարածմանը։ Այդ իսկ նպատակով ստեղծել ենք ֆրանսիական ակաղաղ մրցույթը, որն արժևորում է ֆրանսերենի դասավանդումը մեր երկրում։ Շատ արագ այս նախաձեռնությունը մեծ համբավ ձեռք բերեց։ Մրցույթի հաջողությունը պայմանավորված է ֆրանսերենի հանդեպ հետաքրքրության աճի հետ։ Մարդիկ սիրում են այս լեզուն, ցանկանում են տիրապետել եւ շփվել արտաքին ֆրանկոֆոն աշխարհի հետ։ Տարեցտարի անում ենք հնարավորը մրցույթը բարելավելու համար։ Հսկայական գործ է եւ ներդրված ջանքերն արդարացված են։ Գորիսից Ալեքսը առաջին տեղի իր մրցանակը ստանալից շնորհակալություն է հայտնում ուսուցչուհուն, որի շնորհիվ էլ սիրեց ֆրանսերենը ու կարողացավ ցույց տալ լավագույն արդյունքը։ Երազանք ստա է, որպեսզի լինեմ Ֆրանսիայում եւ տեսնեմ այնտեղի բազմաթիվ տեսարժան վայրեր, իսկ երկրորդ երազանքս այն է, որպեսզի գնալ Փարիզ եւ այնտեղի հայկական դեսպանատանը դառնալ դեսպան։ Քույրիկներ Նինան ու Նանեն միասին են պատրաստվել մրցույթին, բայց Նանեին մեկ միավորն ու ժամանակը չբավարարեցին մրցանակային տեղ վերցնելու համար։ Ես որոշեցի մասնակցել Օլիմպիադային, քանի որ շատ եմ սիրում ֆրանսերեն եւ այն շատ հետաքրքիր մրցույթ է եւ անցահաջորդ փուլ, Նանեն նույնպես անցավ հաջորդ փուլ, բայց ես արժանացա խրախուսական պատվոգրի։ Կարևոր նշանակություն ունի ֆրանսերենը, քանի որ տարբեր լեզուներ իմանալը շատ է պետք գալիս ամբողջ կյանքի ընթացքում։
Ֆրանսիական ակաղաղի բոլոր մասնակիցները արդեն օրացույցում առանձնացնում են հաջորդ մրցույթի օրը, սեփական ցուցանիշները գերազանցելու համար։ Ֆրանսերեն յուրահատուկ մարդադարձնում, որովհետև իմ մարզում ընդհանրապես Հայաստանում շատ չեն ֆրանկոֆոնները ու իմ մարզում երբ որ ես հաղթանակը բերում եմ ու ֆրանսերեն անընդհատ, ոնց որ արդեն իմն է դարձել ֆրանսերեն լեզուն ու ֆրանսերենի շնորհիվ հաղթանակներ եմ բերում։ Իմ համար այս հաղթանակը եւս մեկ անգամ համոզմունք էր, որ ֆրանսերենը իսկապես իմ լեզուն է։ Դժվարություն չի հանդիսանում իմ լեզվի մակարդակի համար եւ շատ դուրեկան է ունենալ 4 լեզու մեջքիդ հետևում, որ կարող ես ազատ օգտագործել։ Ֆրանսիական ակաղաղ մրցույթի նպատակն է միավորել ֆրանկոֆոն երեխաներին եւ մոտիվացնել սովորել ավելին։ Մրցույթը շարունակվելու է նաեւ հաջորդ տարի։